Բարև ձեզ, Factor TV-ի հյուրը հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն է, ողջույն պարոն Մեհրաբյան։ Ողջույն պարոն Ամանյան, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Հավանաբար պարոն Մեհրաբյան, 6 տարի հայ-ամերիկյան արտիվ գործընկեր զորավարժությունը կանցկացվի, վերջին տարիներին ակտիվ անցկացում են եւ հետաքրքիր է ռուսական հեռուստաընկերությունները այս տեղեկությունը առաջինն են ներկայացնում եւ իրենց մեկնաբանություններով ֆոսֆորային զենք եւ այլն, բայց այս անգամ արձագանքել է արդեն ռուսական ԱԳՆ-ն իրենց հրապարակած տեղեկություններին, ասում են մենք տեսել ենք այդ հրապարակումները հայ գործընկերներին, հարց ենք ուղղել, նրանք ասացին դեռ հարցումներ չունենք Վաշինգտոնից, բայց եթե այս տեղեկությունը հաստատվի, այն կդառնա Հարավային Կովկասում կայունության, անվտանգության ապակայունացնող գործոն, մի խոսքով այդ զինտեխնիկայի բերելը Հայաստան Գերմանիայից ըստ Ռուսաստանի փորձ է լինելու տարածաշրջան բերել առճակատման սխեմաները, որ մշակել է Արևմուտքը Եվրատլանտյան տարածաշրջանում, ինչպես է գնահատում այս հայտարարությունը։ Ինչպես եմ գնահատում, ցավակցում եմ այս հայտարարություն անողներին եւ մաղթում եմ համբերություն։ Դա կարճ, մի քիչ էլ ծաղրական։ Փորձենք, չէ, բայց իրական փորձենք դետալիզացնել, հա։ Նախ եւ առաջ հենց իրենք են ասել, որ իրենք հարգում են սուվերեն իրավունքը Հայաստանի, ճիշտ է։ Որոշ հարցերում երևի։ Չէ, ընդհանրապես, ես ցիտում եմ։ Սա Հայաստանի իրենց կողմից հարգված սուվերեն իրավունքների դրսևորումներից ընդամենը մեկն է, բայց ոչ միակը։ Իսկ դա նշանակում է, հիշում եք, որ Պուտինն էր ասում, չէ, «Пусть не суют свой сопливый нос в чужие дела»։ Հիմա ես սա վերադարձնում եմ իրենց ընդամենը, որովհետև սա մի հարց է, որը որևէ ձևով թե ուղղակի, թե անուղղակի, որևէ առնչություն չունի եւ չի կարող ունենալ իրենց հետ, եւ Հայաստանն այստեղ իրենց ոչինչ չունի ոչ բացատրելու, ոչ պատմելու, ոչ զեկուցելու, ոչ համաձայնեցնելու, ոչինչ չունի անելու Հայաստանը իրենց հետ կապված այս առնչությամբ։ Եթե դետալներ մեջ խորանանք, ամերիկյան ռազմական տեխնիկա Հայաստան բերելու համատեքստում շեշտենք սա խաղապահ զորավարժության համար են բերում եւ հետ են տանելու պաշտոնապես ասում։ Ուրեմն ինչի համար կուզենք կբերենք, չենք ուզի, չենք բերի։ Չէ, բայց ուրիշ համատեքստ կար։ Դա հասկանալի արդեն։ Ամերիկյան զենք ռազմական տեխնիկա բերելու համատեքստում Զախարովան ասում է, որ Հարավային Կովկասի երկրների ներկայիս խնդիրները պետք է լուծվեն ռեգիոնի շրջանակում եւ մեղադրում էր Միացյալ Նահանգներին այստեղ առճակատման սխեմաներ բերելու մեջ։ Այսինքն այստեղ ինչ որ իմաստով ակնարկ չեք տեսնում, որ Հայաստանը դրսից տղա է բերում ռեգիոնի ուժերի վրա, այն էլ ամերիկացի տղա, այն էլ զինված ամերիկացի տղա։ Գիտեք ինչ կա։ Կներեք, ու այս ակնարկը հնչում է Ադրբեջանի ռազմական հռետորաբանության համատեքստում։ Տեսեք, սա նույն դրսից տղա բերելն է, ինչ իրենց սիրելի Ադրբեջանի կողմից Պակիստան բերելը։ Ինչ իրենց սիրելի կոմունիստական Չինաստան բերելը։ Եվ այլն, եւ այդպես շարունակ։ Եվ նորից գալիս ենք դրան։ Իսկ ձեր ինչ գործն է, ում ենք բերում, ում ենք տանում։ Դա մի հարց է, որը որոշում ենք բացառապես մենք եւ ամերիկացիները։ Վերջ, իրենք այստեղ մասնակցություն, դերակատարություն չունեն եւ չեն կարող ունենալ։ Ամբողջ խնդիրն այս է եւ պաշտոնական Երևանը պետք է սրա մասին ուղղակի միանշանակորեն հայտնի, կարելի է նաեւ իմ արդեն իսկ մեջ բերած Պուտինի այդ սենտենցիան վերադարձնել իրենց։ Դա էլ շատ ճիշտ կընկալվի։ Բայց նրանք հավանաբար շարունակում են սա իրենց շահային եւ ազդեցության գոտի համարել եւ ամերիկյան զինվորականների տեխնիկայի գալը մարտահրավեր են։ Այո, գալու են, մարտահրավեր են, թող չմարտահրավիրվեն։ Հրավիրվում են։ Ինչքան ուզում են, թող հրավիրվեն կամել։ Դա էլ մեզ չի հետաքրքրում եւ չպետք է հետաքրքրի։ Որովհետեւ մենք անում ենք մի բան, որը մեր համոզմամբ բխում է մեր շահերից, ամերիկացիների համոզմամբ բխում է իրենց շահերից, երկուստեք
կա ընկալում, որ բխում է մեր հարաբերությունների զարգացման շահերից, վերջ ցիկլը փակվեց այդտեղ։ Տեսեք, ԵՄ դիտորդների գալու թեմայով էլ կար այս ագրեսիան եւ մինչեւ հիմա կա եւ Ադրբեջանից, որը լրտեսության եւ հետախուզության մեջ է մեղադրում նաեւ ադրբեջանցի զինվորականները, այսպես թիրախում են պահում ԵՄ դիտորդերին, տեսանյութեր հրապարակում եւ այլն, Ռուսաստան նույնպես անհանգստանում է։ Նույնպես չէ։ Այ ինչու։ Սա Ռուսաստանն է անհանգստանում։ Ինչու, սա երբեմն հենց ինքն է անհանգստանում, երբեմն էլ Ալիևի միջոցով է անհանգստանում։ Ահա եւ ողջ պատկերը։ Եվ այստեղ շատ կարեւոր է առաջնայինը երկրորդայինից խնդրո ածանցյալից զանազանելը։ Այս իմաստով վտանգավոր չի Ադրբեջանի հետ գալ համաձայնության ԵՄ դիտորդների դուրս գալու վերաբերյալ։ Տեսեք, մենք գալիս ենք ոնց որ մեր երևի թե ամենակարևոր հարցին, որը կա մեր ներքին քաղաքականության մեջ, դա Երևանի եւ Բաքվի համատեղ չէ։ Համաձայնեցումն է խաղացան համաձայնագրի կետերին։ Այսպես առանձին, բայց նույն բանի մասին հայտարարություն է, որը պետք է լիներ համատեղ չէ։ Դա այն է, որ այլևս ավարտված է խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնեցման գործընթաց։ Ընդ որում այդ ավարտը տեղի է ունեցել այն ձևով, որ պաշտոնական Երևանը ընդունել է, հայտարարել է, որ ընդունում է Ադրբեջանի առաջարկները այդ երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ։ Գանք մի հատ այսպես բազային տվյալներին, հա։ Ի վերջո այս բանակցային գործընթացը մի գործընթաց էր, որը հետևեց մի պատերազմի, որին մենք ենք պարտվել, այլ ոչ թե Ադրբեջանը։ Մեկ։ Փաստ եմ ես արձանագրում, չեմ ասում լավ է, վատ է, գնահատականներ չեմ տալիս, փաստն եմ արձանագրում։ Փաստ 1, փաստ 2-ն այն է, որ այս համաձայնագիրը կնքելով տեղի է ունենում հետևյալը։ Ի վերջո տասնամյակներով ոչ թե մենք ենք շրջափակել Ադրբեջանին, այլ Ադրբեջանն է շրջափակել մեզ։ Եվ այս համաձայնագիրը կնքելով Ադրբեջանը բացում է ճանապարհները եւ դադարեցնում մեզ շրջափակել, հա։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Հա, բայց դուք հավատում եք այդ երջանիկ ապագային։ Չէ, ես բացատրում եմ ոնց է ամեն ինչն աշխատում, հա, եկեք, որովհետև սա շատ կարևոր է, վերացարկվելով հաճելիից կամ տհաճից, չգիտեմ, լավից եւ վատից եւ այլն։ Տենդենսներ եւ ուղղությունները։ Փորձենք ուղղակի ֆիքսել իրավիճակը։ Ադրբեջանը բացում է ըստ այդ համաձայնագրի շրջափակումը, որին նա մեզ ենթարկել է տասնամյակներ շարունակ։ Կներեք, բայց շրջափակման հարցը դուրս էր ամեն դեպքում պայմանագրից, համաձայնագրից դուրս էր։ Ես հասկանում եմ, բայց ամբողջը տանում է դեպի տրամաբանությունը նկատի ունեք, որ խաղաղություն։ Այո, եւ Ադրբեջանը ըստ այդմ հասկանում է այս համաձայնագիրը ինչ է տալիս մեզ, բայց ասում է, որ չի հասկանում, թե իրեն ինչ դրանից։ Հետևաբար մտածում է, իսկ ինչու ես ձեզ պետք է լավություն անեմ դիմացը ոչինչ չստանալով։ Ու ինչ է ասում։ Ասում է, ես չեմ ուզում ձեզ որևէ լավ բան արած լինեմ։ Մեկ, երկրորդը, ես ուզում եմ, որ այս process-ը ձգվի, որքան կստացվի։ Եվ այդ ձգձգման մեջ մեղավոր լինեք դուք։ Ես էլ իմ ժողովրդին այսպես պարբերաբար ցույց տամ, ոնց եմ ես ձեզ մշտապես վախի մեջ պահում, ձեզ ձաղկում, ձեզ մեղադրում, ու դուք ոնց եք դա այդ ամեն ինչը ուտում, ու ոնց եք դուք խնդրում ինձանից խաղաղություն, իսկ ես էլ ձեզ չեմ տալիս։ Ահա սա Ադրբեջանի արածը եւ չարածը միաժամանակ։ Այսինքն չկնքելը ավելի Ահա, հիմա տեսեք, ինչ արեց Հայաստանը։
6 ամիս պինգ-պոնգ էր գնում էլեկտրոնային փոստով այս երկու կետի շուրջ։ Մենք ասում ենք, սա ենք առաջարկում, Ադրբեջանը ջնջում էր, ասում էր, չէ, ես սա եմ առաջարկում, ցենց համառորեն, հետևողականորեն անցնում է մի քանի ամիս, մեկ էլ Երևանը պաշտոնական, այսպես ասենք, ադրբեջանական տեսակետից թարսվոտից զարթնելով, մեկ էլ ասում է Ադրբեջան, քո այն երկու առաջարկները դա եմ ընդունում։ Քո ասածն է։ Ադրբեջան կներեք հաջորդ օրը ասում է դու ներողություն, եւ հարցնում է դու ստորագրում ես թե չէ։ Հիմա թվում էր թե Հայաստանը ընդունել է Ադրբեջանի առաջարկներն այս կետերի հետ կապված, պետք է Բաքվում շամպայն բացեին, ասեին, ահա, ինչ լավ է, դե որ պատրաստել է, բերեք մի հատ զանգենք, հասկանանք որտեղ, երբ, ինչ ձևով արարողությունը ոնց ենք կազմակերպում, պրոտոկոլներով եւ այլ եւ հանդիսավոր կերպով ստորագրենք։ Բայց տեղի ունենում հակառակը։ Ուրախության փոխարեն մենք տեսնում ենք գրգռվածություն։ Հայաստանի այդ նմանատիպ առաջարկի դիմաց մենք լսում ենք լռություն եւ մի բան էլ մեկ էլ տեսնում ենք քսերոքսի ապարատը միացրած տիրաժավորվում է հաղորդագրություն այն մասին հայերը կրակում են առավոտ, հայերը կրակում են ցերեկը, հայերը կրակում են երեկոյան, գիշերով եւ այդպես 12 անգամից ավելի։ Ահա, հերքում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւ ռադիտորները ինտենսիվացնում են մոնիթորինգի աշխատանքները եւ հանդես գալիս հաղորդագրությամբ, որ չկա նման բան, ոչ մի լարվածություն չկա նախ եւ առաջ։ Եվ չկա որևէ արտառոց շարժ ու կրակոցել որևէ մի հատ կրակոց չի եղել։ Պարոն Մերաբյան, ներողություն խնդրում, այստեղ շատ կարևոր մի դետալ եք բաց թողնում, ես դա հիշեցնեմ ձեզ։ Տեղի ունեցավ նաև Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի զանգ եւ Ադրբեջանը այս ագրեսիվ մեղադրանքներ Հայաստանի դեմ ավելի ակտիվացան այդ զանգից հետո։ Հիմա տեսեք։ Հա ինչու։ Հիմա գալիս ենք զանգ, երբ որ ամերիկացի պաշտոնյան ասում է, որ հակամարտության էջը պետք է փակվի, հա, եւ պետք է վերջնականանա գործարքը, այսինքն Բաքվին ըստ էության կոչ արվում ստորագրել։ Գերիներին ասած։ Այո։ Գալիս ենք եզրակացությունների մասին։ Եզրակացությունների մասն էլ հետեւյալն է։ Այո, Ադրբեջանը պետք չի խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ, որովհետև դրա արդյունքում ինքը պետք է դադարի մեզ լինել հակառակորդ եւ դադարեցնի այս պերմանենտ ճնշումը Հայաստանի վրա, երկրորդը վերացնի շրջափակումը։ Ինքն էլ չի ուզում։ Ինչ ասում արևմուտքին, ասում այ մարդ ուզում եք որ ես պատերազմ չանեմ Հայաստանի հետ, հա չեմ անի։ Բայց եթե դուք ինձ ստիպեք, ես խաղաղության պայմանագիր կնքեմ, որից ես հասկանում եմ հայերն ինչ են ստանում, բայց չեմ հասկանում ինչ եմ ստանում, ես ժամանակ էսկալացիա կանեմ։ Հիմա այն ինչ տեղի է ունենում էսկալացիայի բեմականացում։ Ում համար հանդիսատեսը։ Հանդիսատեսը մի քանիսն են, հանդիսատեսը մեկը ես եւ դուք ենք։ Երկրորդը արևմուտքն է, երրորդը սա լավ վաճառվում է Ռուսաստանում։ Մենք տեսնում ենք ակտիվություն այս թեմաներով Մոսկվայում եւ Մոսկվայի պրոքսիների մոտ Հայաստանի ներսում Մարիա Զախարովան եւ ստեղի տեղական Մարիա Զախարովաները, հա, այն Միշիշ գարեջրի սիրահար Մարիա Զախարովան, Քաչալ Մարիա Զախարովան, կրիմինալ Մարիա Զախարովան, Սամանի լարվածության աճի մասին ասում է Տիկին Զախարովան, ինչու եք ձեր պարտում, պարոն Մերաբյան, դուք Օրուել դուք կոչ են անում գործընկերներին զսպել։ Դուք Օրուել կարդացել եք։ Երբեմն։ Երբեմն եք կարդացել, թե կարդացել եք։ Ինչ կապ ունի ձեր պատասխանը։ Ուղիղ եւ անմիջական կապ, որովհետեւ Օրուելի այդ պերսոնաժներն էին, չէ, որպես լոզունգ հռչակում, որ խաղաղությունը դա պատերազմ է, պատերազմն էլ խաղաղություն։
հենց այս ռակուրսով էլ դիտարկեք Մոսկվայի այսպես կոչված մտահոգությունները եւ ընդհանրապես շատ հուզիչ է, երբ մտահոգվում են ֆաշիստները։ Ոնց որ ես էլ մտահոգվում եմ իրենց մտահոգություններից։ Հետևաբար եւ Հայաստանը զսպվել երկու կողմերն է կոչում, շատ հետաքրքիր կոչ։ Ես չգիտեմ, մենք տես դաշնակից ոնց որ թե չունենք։ Հիմա գանք այդ ամերիկյան կողմի արձագանքին, տեսեք։ Եթե դուք խնդիր ունեք ձեր հարևանի հետ ու դուք իմ հետ կիսվում եք, թե ինչ վատն է ձեր հարևանը, դուք ամեն ինչ անում եք, հետը լեզու գտնեք, չի ստացվում, մարդ չի եւ այլ։ Ես համաձայնում եմ ձեր փաստարկների հետ։ Ձեզ մաղթում եմ համբերություն եւ ցանկությունս եմ հայտնում, որ օր առաջ դուք լուծեք ձեր խնդիրը ձեր հարևանի հետ։ Ու հետո գնում եմ իմ գործերով։ Դա տարբերակ 1։ Տարբերակ 2։ Անում եմ նույն բանը, բայց մի հատ էլ զանգում եմ ձեր հարևանին, ասում եմ լավ էլի մարդ ես։ Տեսնում ես, ինքը ամեն ինչ անում է եւ այլ, մի բան էլ դու արա, ու էլի գնում եմ իմ գործերին։ Եվ երրորդը, վերցնում եմ գնդացիրը, գալիս եմ ձեր տան մոտ, մի հատ կարմիր գիծ եմ քաշում, գնդացիրն էլ դնում եմ վրա ու հարևանին զգուշացնում եմ, ոտը ստեղից առաջ ես գցել, կրակահերթը կուղեմ դռանդ վրա, գլխիդ վրա, քո վրա, խելոք պահի քեզ։ Ու ինչ ասում է, այս քո հարևանը ճիշտ է ասում։ Իսկ դու ինչ ասում ես սխալ։ Սա էլ երրորդ տարբերակ։ Այդ մուլտֆիլմի սցենարը ինչ կապ ուներ։ Սա էլ երրորդ տարբերակ։ Ես պատկերավոր եմ ասում, որ կարողանամ բացատրել ինչի մասին է խոսքը եւ ինչ եմ ուզում ասել։ 3 տարբերակ կա։ Մենք առաջինը մենք տեսանք, որ այս փաստով մի քանի տասնյակ երկրներ, մեկը ողջունեց, մեկը շնորհավորեց, մյուսը հույս հայտնեց, այն մյուսը հավատում է եւ այլն եւ գնացին իրենց գործերով։ Այսինքն առաջին տարբերակ։ Նրանցից երկրորդ տարբերակը, որ երկրորդ բանն է կատարում ըստ էության։ Հա, չէ։ Երկրորդ տարբերակով առաջնորդվեց Ֆրանսիան մասամբ։ Մակրոնը հայտարարություն արեց այն մասին, որ այլևս ոչինչ չի խանգարում ստորագրելու համար։ Հետո դրանից հետո ոնց որ լրացուցիչ հայտարարություններով եւս մի քանի տեղից մենք լսեցինք նման բան, որ պետք է արագացնել Եվրոպայից որոշ այսպես։ Եվ իհարկե առանձնանում է այստեղ Միացյալ Նահանգների արձագանքը։ Մեկը Մարկո Ռուբիոյի հայտարարությունն էր, որ եկել է խաղաղության ժամանակը տարածաշրջանում եւ այդ հայտարարությունն էլ զետեղված է պետքարտուղարության կայքում։ Ստորագրեք եւ վավերացրեք։ Շատ ընդհանրացական է նկարագրում։ Ճիշտ է։ Դրան հետևում է Մայքլ Վոլցի զանգը Բաքու եւ բավականին կոշտ արտահայտություններով այսպես հագեցած իր հաղորդագրությունը Հաջիևի հետ ունեցած հեռախոսազանգի վերաբերյալ, որից հետո այո դուք ասում եք, դուք էլ հաստատում եք, որ տեղի ունեցավ, նույնիսկ ավելի սաստկացավ, հա, Բաքվի այս հիստերիան։ Հիմա երրորդ տարբերակ մենք տեսնում ենք որևէ տեղ չկա։ Հիմա ես հարց եմ ուզում տալ, որը ըստ այդմ պետք է լիներ մեր խնդիրը, չէ՞։ Հնարավորինս մեծ կոալիցիա, որը պատրաստ կլիներ երրորդ տարբերակի։ Կամ լավ, գոնե մեծ մասը լինեն երկրորդ տարբերակի ու ասենք ինչ որտեղ էլ վերբալ ձևով բացատրվի Բաքվին, թե ինչ կլինի ձգձգելու դեպքում։ Բայց մենք տեսնում ենք, որ դա էլ այսպես ասենք ոչ մեկ ձմեռ պապիկ չի եւ այդ նվերը հենց այնպես մեզ որևէ մեկը չի տա, մենք էլ 5-6 տարեկան երեխա չենք։ Դե բացատրեք ենթատեքստը։ Խոսք է գնում քաղաքականության մասին, իսկ դա նշանակում է շահերի մասին, այսինքն մենք պետք է շահագրգռենք, որպեսզի դա տեղի ունենա։ Հիմա ես ուզում եմ ձեզ հարց տալ։ Լավ, դուք եք արևմուտքը, ես գալիս եմ ասում եմ, դա սենց չի լինում։ Պետք է մի քիչ ավելացնել եւ այլ, որ ինչ անեմ։
որ բալանսավորված եւ բալանսավորվող, չգիտեմ, գնամ Լավրովի մոտ քաղաքական կոնսուլտացիաների, որ մի հատ ինչ-որ մի ֆաշիստի բերեմ Երևան էկոնոմիկայի նախարարություն, որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչն էլ Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը մեկնաբանելիս ասի ոնց, ով ասում որ մենք ԵԱՏՄ-ի չկա դες մենք ընդլայնում եւ խորացնում ենք բալանս եւ այլ հիմա դուք եք արևմուտքը ձեր մոտիվացիան որը կլինի պատասխանեմ այդ հարցին մաքսիմալ դուք կարող եք ինձ այն առաջի տարբերակով ասել հա ճիշտ եք ասում հա Պարոն Մարիաբյան պատասխանեմ դուք ասացիք հարց տամ պատասխանեք չէ ես պատասխանեմ ձեր ասած սխեման լիարժեք կաշխատեր օրինակ Բայդենի ժամանակվա ադմինիստրացիայի հետ որը իրապես մենք շատ կոնկրետ տեսել ենք խնդիր էր դրել նաև Հայաստանի անկախացման, այսպես ասենք, գործիքակազմին նպաստելով, հասնել նրան, որ ռուսական ազդեցությունը նվազի։ Չթվարկենք 1000 ու մի, այսպես միջոցառումներ եւ այլ, բայց այս ադմինիստրացիան նրանցից տարբերվում է նրանով, որ Ռուսաստանին, այսպես ասենք, ճնշելու ռուսական ազդեցությունը գործոնը նվազեցնելու այս պայդրությամբ ենք մենք խոսում, այսպես ասենք, գոնե մեր ռեգիոնում ինչ որ քայլեր չենք տեսնում, հա Մենք կարիք ունենք նրանց գործողությունների հասկանալու։ Ինչի դիմաց։ Այդ հարցին դուք կպատասխանեք, որ նրանք Ռուսաստանի ազդեցության նվազեցումը խնդիր են համարում եւ եթե Հայաստանը, այսպես ասենք, կարողանա գնա այդ քայլերին, կաջակցեն։ Տեսեք, ամերիկյան establishment-ը դա ինչ որ մի հավաքականություն է, որը ըստ էության չի փոխվել։ Այլ է որ այդ establishment-ի մոտեցումներն արտահայտող թիմն է փոխվել, որը չի կարող հաշվի չնստել այդ ամենի հետ։ Ի վերջո այսքան բան փոխվեց։ Դաշնակիցների հետ, հակառակորդների հետ, բայց Հայաստանի հետ ըստ էության մենք տեսնում ենք որոշակի ժառանգականություն քաղաքականության ամերիկյան։ Ի վերջո մենք արդեն ունենք իրավապայմանագրային բազա, որը պետք է ռեալիզացնենք, բայց սա երկկողմանի երթևեկության փողոց է, որի իրականացումը եւ այս փաստաթղթի իրացման համար ռուսական ներկայիս ազդեցությունը Հայաստանում խնդրեմ է։ ԱՄՆ-ի համար օբյեկտիվորեն բայց ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հիմա իրար հետ բանակցում են։ Հետո ինչ բանակցում։ Պատժամիջոցներ կարող է հանեն։ Հենց կհանեն Ամերիկան գնա ռուսական հանքերը շահագործելու։ Հենց կհանեն, հենց կգնա, կասենք հանեցին, գնացին։ Այդ կարողայի վրա ես չեմ կարող բան կառուցել։ Մանավանդ մենք տեսնում ենք, որ Եվրոպան այս ամենին ընդառաջ գնում է ինչի, որ Եվրամիությունը վերածվում է ռազմական դաշինքի, պաշտպանական դաշինքի, անվտանգային դաշինքի, եւ առնվազն այս պահի դրությամբ մոտ 2 տրիլիոն դոլար ներողություն եվրո պլանավորված է ծախսել ոչ թե Եվրամիության, այլ Եվրոպա պլյուսի պաշտպանական կարողությունների մեծացման համար, պաշտպանական եւ անվտանգային։ Եվ այո, ֆիքսել է Եվրոպան, որ իր գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է։ Սա դոկտրինալ փաստաթղթերից մեջբերում է։ Սա այն է, որ միավորում է մեզ եւ Եվրոպային օբյեկտիվորեն։ Իսկ Հայաստանը Բայց Հայաստանը այդ բանը հաստատապես ֆիքսելով եւ գիտակցելով մտածում է, որ հնարավոր է միաժամանակ եւ ուզել եւ չուզել, եւ անել եւ չանել, եւ գնալ եւ չգնալ, եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես կարող եմ այս ամենը ընկալել, որ ինչ որ ժամանակ գուցե նման խաղը կարող է իմաստ ունենալ, բայց ես բացառում եմ, որ դա լինի հնարավոր անել միշտ։ Չի լինի։ Գալու է X պահը, երբ մենք պետք է վերջնականանանք, թե
ուզում ենք թե չենք ուզում, գնում ենք թե չենք գնում։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Հաջորդը Կնեք, մենք տեսանք այս պայմանագրի շահը կա Հայաստան-Ադրբեջան խաղաղության նպաստելու պարոն Մերաբյան։ Տեսեք, որովհետեւ Ամերիկան հիմա լավ ֆիքսված է օգտակար հանածոների թեմայի վրա, այո, դեպի կենտրոնական Ասիա դուրս գալու հարցն աստեղ։ Եվ այդ իմաստով ամերիկյան քաղաքականության մեջ այդ շահի ընկալման ժառանգականությունը եւս պահպանվում է, որովհետեւ ելքը դեպի կենտրոնական Ասիա ոչ Ռուսաստանով, ոչ Չինաստանով եւ ոչ Իրանով միակ ելքը Ադրբեջանն է, բայց դրա համար անհրաժեշտ է խաղաղություն հիմա։ Այն ինչ որ ասում էր Օբրայենը եւ ըստ էության այդ նույն ընկալումը կա նաեւ այս վարչակազմի օրոք առնվազն մենք տեսնում ենք որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը զանգահարում է թե Աստանա, թե Տաշկենտ եւ խոսում են ռազմավարական գործընկերության ընդլայնման մասին, կիսատ թողած ծրագրերը շարունակելու մասին։ Նույնն անում է իդեպ Փարիզը։ Ավելի վաղ Ղազախստանի հետ, հիմա Ուզբեկստանի հետ։ Շատ լավ, բայց օդով ռազմավարական գործընկերություն մի քիչ լավ չի ստացվում։ Ցամաքային ելք է պետք է։ Իսկ հաշվի առնելով աշխարհագրությունը, այդ իմաստով է կարևորվում մեր տարածաշրջանը։ Այստեղ նաև շատ կարևոր է իրանական թեման, եւ այստեղ շատ կարևոր է թե իրեն ոնց է դրսևորելու Թուրքիան։ Իրանի հետ կապված մենք ունենք 2 ամիս ժամանակ ըստ բաց աղբյուրների, որից հետո պարզ չի ինչա լինելու։ Ըստ Թրամփի վերջնագրի։ Ըստ մամուլի ըստ Թրամփի տարածած Թրամփի վերջնագրի, չգիտեմ։ Դե դա ռիսկ է, այո։ Եվ երկրորդը ինչ է լինելու Թուրքիայում, որովհետև Թուրքիայում մենք տեսանք, որ սենց մի հատ շատ մեծ չափսերի սև կարապ թռավ, որը ինչի է բերելու պարզ չէ։ Իսկ դա չի կարող չանդրադառնալ մեր տարածաշրջանի վրա առնվազն Ադրբեջանի մասով։ Առնվազն։ Որովհետև Թուրքիայում կարող է լինել ինչ։ Կարող է խորանալ բռնապետություն, կարող է տեղի ունենալ իշխանափոխություն, բայց կարող է լինել դրանց արանքում մի այսպես մարմանդ գնացող քաոս տնտեսական անկման պայմաններում, որը երևի թե ամենավատ տարբերակը կլինի թե Թուրքիայի, թե տարածաշրջանի համար։ Այստեղ մենք եւս ունենք մտահոգվելու բան, որովհետև դա մի երկիր է, որը երևում է մեր Երևանյան պատշգամբներից, միակը մեր 4 հարևաններից։ Մի երկիր, որի տարածք մտան հայկական բեռնատարները այսօր դեպի Սիրիա գնացող հումանիտար բեռով։ Ես սա շատ ճիշտ քայլ եմ համարում Հայաստանի կողմից։ Այո, պետք է տարբեր առիթներով այդ անցակետը բացել եւ դրսևորել մի քաղաքականություն, որի մեջ չկա արճակատում կամ արճակատման մտադրություն։ Սա այն դեպքն է, երբ դու քո, այսպես ասենք, ուժի պակաս այս ուժի դարում վերածում ես ուժի, ուրիշ ճանապարհ չունես դու։ Մենք գործ ունենք իրողությունների հետ, որոնք մեր դեմ են։ Եվ խաղում են քամիներ, մեկը համընթաց մեզ, մեկը հակընթաց։ Մենք պետք է այստեղ շատ հմուտ ձևով կառավարենք մեր առագաստը նախ որ չջարդվի։ Մենք այստեղ կարևոր տնային աշխատանք ունենք անելու, ինչում Հայաստանի իշխանությունը
մեծագույն թերությունները թույլ տվել եւ շարունակում թույլ տալ։ Եվ դրա վառ օրինակն է Գյումրին, դրա վառ օրինակն է իրավիճակը այդ 102-րդ բազա կոչված ավազակավորչի հետ եւ դրա շուրջ դա ռումբ է, որի վրա մենք նստած ենք։ Դա բացարձակապես կապ չունի Հայաստանի անվտանգության պահպանման հետ, անվտանգության հետ կապ ունի միայն մեկ ձևի։ Դա լրջագույն սպառնալիք է մեր անվտանգությանը։ Եվ մենք տեսնում ենք, որ այս ֆոնին հիբրիդային պատերազմը Ռուսաստանի կողմից ուժ գնացել է։ Ադրբեջանը օգտագործվում է ամենաակտիվ ձևով այս հիբրիդային պատերազմի մեջ, որպես եւ կազմում է այս հիբրիդային պատերազմի կարևորագույն բաղկացուցիչ։ Եվ այս հիբրիդային պատերազմում, այս ինտենսիվ ֆազայում մենք տեսնում ենք ռուսական պրոքսիների ակտիվություն Հայաստանի մամուլում եւ քաղաքական դաշտում եւ իշխանության կողմից մատամատին չխփել այս ուղղությամբ։ Կներեք, եթե դուք վեր եք կենում ու ասում եք հեղափոխությունից 7 տարի անց դու կրիմինալ ես, դու էս ունես, դու են ունես, հետո դու նրանց գաղափարակիցներին խորհրդարանում ասում ես մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ։ Հիմա կրիմինալ թե հարգելի գործընկերներ, եթե կրիմինալ է, գործ ունի ընտրությունների մասնակցությունը։ Հայաստանում ժողովրդավարությունը անտեր է, անպաշտպան է։ Ժողովրդավարությունը Հայաստանում վտանգված է։ Հայաստանի խորհրդարանի նախագահը Ստրասբուրգում մասնակցեց մի քննարկմանը եւ ճառով ելույթ ունեցավ եւ խոսում էր, այո, վտանգված ժողովրդավարությունն էր թեման, հա, եւ այնտեղ ելույթ ունեցավ։ Այո, ճիշտ ելույթ էր, բայց ես դրա պրակտիկան ներսում չեմ տեսնում, որովհետեւ եթե վտանգվում է ժողովրդավարությունը, ապա այդ սպառնալիքները պետք է չեզոքացվեն։ Բայց մենք տեսնում ենք, որ մեզ մոտ թե քաղաքականությունը, թե մամուլը նման է մի չհավաքված մի աղբամանի, որը այնքան երկար չի հավաքվել, որ գարշահոտություն է տարածում, եւ բնականաբար դրա համար պետք է ձեր վկայակոչած այդ պերսոնաժը Մարիա Զախարովան կամ հավաքական Մարիա Զախարովան պետք է մտահոգվի, դժգոհի, գնահատականներ հնչեցնի, ընդ որում հարցերում, որտեղ էլի եմ ցիտում նельзя совать свой сопливый нос, հա? Բայց դա տեղի է ունենում։ Ինչի համար? Դե որովհետև իրենք այստեղ ներկա են։ Ներկա են աննորմալ ասիմետրիկ ձևով շարունակում է Սպուտնիկ տարածնել, շարունակում են Россотрудничество, Русский дом, ինչ որ նման հավաքագրող բջիջներ, ցանց Հայաստանով մեկ եւ այլն եւ այդպես շարունակ, ել չեմ խոսում ուժային ներկայության մասին։ Ես ել չեմ խոսում այն մասին, որ ռեֆորմները Հայաստանում դոփում են տեղում։ Երբ վարչապետը հեղափոխությունից 7 տարի անց ասում է լավ էս ինչա 18 թվին հարուցած քրեական գործի ընթացքից եմ հարցնում, ինձ պատասխանում են նախաքննությունը շարունակվում է։ Դա ես կարող եմ ասել, էս ինչա։ Վարչապետը մի ուրիշ բան էլ է ասում, ասում են մենք չեմպիոն ենք ռեֆորմների հետաձգման հարցում։ Թերևս պետք է համաձայնել։ Ես ինչ անեմ։ Ասենք լավ համաձայնվեցի, բայց ես ինչ անեմ սրա հետ կապված։ Չեմպիոնության համար շնորհավոր եմ, ցավակցեմ, վրթովվեմ, ինչ անեմ։ Պսակադրեք։
պսակ հագցրեք չեմպիոններին։ Ես օլիմպիական պսակներ չունեմ։ Ես չունեմ պսակ։ Պսակն էլ է իրենցը, կնիքն է իրենցը, չաքուճն է իրենցը, մեխը, նալը, էշն է իրենցը, որ կարելի է դնել, մեխել, նալել ու հետո չասել, էս ինչ է, էս ոնց է, չհասկացա։ Այդպիսին է ժամանակները, շնորհակալ եմ, պարոն։ Ո ժամանակներ, ո բարքեր, դեռ ցիցերոններ ասում, հին Հռոմում։ Խելացի մտքերով ավարտենք մեր զրույցը։ Factor TV-ում հյուրընկալել ենք Ռուբեն Մերաբյանին։